Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին ի նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Տիկին Վարդանյան, տարեսկզբին, հենց հունվարի 1-ին, երբ մենք ձեզ հետ խոսում ենք, դուք ասացիք, որ առաջին անգամ է, որ նոր տարին Հայաստանի Հանրապետությունը դիմավորեց խաղաղ պայմաններում։ Հիմա երեք հանրապետության վարչապետը հայտարարեց, որ այնինչ կատարվում է այստեղ անհավատալի է, վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն Հայաստան-Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեն, դա ըստ էության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին եւ արդեն տեսնում ենք, որ ինչպես է արտացոլվում այն անգամ միջազգային հարթակներում եւ անդրադառնանք հենց այս թեմային։ Սպասելի էր։ Սպասելի էր, արդյոք չեմ կարող ասել, կարծում եմ սպասելի է, որովհետև այն իրավիճակը, որը Հայաստանը այն իրավիճակում, որում Հայաստանը գտնվում է, այսինքն այն ուղղությամբ իշխանությունը, կառավարությունը աշխատել է եւ հասել է հաջողության, այն ձեռքբերումները, որոնք ունի Իսպայն Հայաստանը, անհնար է չնկատել եւ դա արդեն միջազգային գործընկերների գնահատանքին է արժանանում։ Մենք իհարկե երբեմն օրինակ հանրությունը ավելի կասկածամտորեն է մոտենում խաղաղության հաստատմանը եւ այլն, բայց այս միջազգային հանրության եւ արձագանքը եւ գնահատանքը գալիս են եւս մեկ անգամ, այդ թվում մեր հանրության մոտ վստահության մակարդակը բարձրացնելու առայն, որ այնինչ տեղի է ունեցել դա իրողություն է, իրականություն է, գուցե բացառիկ, գուցե անհավանական, բայց այն կա այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մենք կարող ենք մենք ինքներս պետք է առաջին հերթին, ինչպես եւ նախորդիվ խոսում ենք, գնահատենք այն ինչ ունենք։ Տեսեք, դուք իրավացիորեն շեշտեցիք, որ գուցե հանրության մոտ կա այսպես ասած որոշակի կասկածներ, բան այս առումով արդյոք իշխանությունը անելիք չունի, որովհետեւ 30 տարի լինել պատերազմող հակամարտող երկիր եւ հետո միանգամից ասել չէ խաղաղությունը հաստատվել, մարդկանց մոտ իրոք կարող է, չէ, ինչ-որ անհավատալի բան թվալ։ Միանշանակ ունի բնականաբար կառավարության անելիքը մեծ է այս պարագայում եւ երբ ես խոսում եմ կառավարության մասին, ես չեմ խոսում միայն Հայաստանի Հանրապետության կողմից, այսինքն դա պետքա երկկողմանի բնականաբար լինի եւ միջազգային հանրությունն էլ իր հերթին պետք է աջակից լինի այս օրակարգին։ Եվ այն առաջին քայլերը, որոնք արդեն մենք տեսնում ենք հարևան Ադրբեջանի կողմից, այդ թվում բեռների բեռնափոխադրումների հնարավորությունը, չնայած դեռ Թրամփի ուղին չի գործարկվել, այս ամենը գալիս են ուղղակի մարդկանց հողի վրա ապացուցելու, որ այս գործընթացը ինքը իրականություն է եւ ինքը միսու արյուն է ձեռք բերել, ոչ թե դա ընդամենը ինչպես երբեմն նշում են թղթի կտոր է կամ չգիտեմ ինչ պիտակավորում։ Ուզում եմ ասել, սա արդեն մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան եւ շատ կարեւոր է, որ մարդիկ իրազեկված լինեն բոլոր գործընթացներից, որոնք տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, օրինակ մեր քաղաքասարության անդամներն են հանդիպումներ կայացել քաղաքասարության անդամների միջև, ես վստահ չեմ, որ մեր քաղաքացիները բոլորը տեղյակ են, որ նմանատիպ բաներ են տեղի ունենում։ Հետևաբար այստեղ նաեւ երևի տեղեկատվական դաշտը իր անելիքն ունի։ Տեղեկատվական դաշտում ապա տեղեկատվությունը շատ է, մենք բոլորս դա գիտենք, բայց նաև տեսեք, դուք խոսեցիք բեռնափոխադրումների մասին եւ պետք է արձանագրենք, որ կան քաղաքացիներ, որոնք համացանցում վստահ եմ դուք եք հանդիպել, որ ասում են պետք է բոյկոտենք նույն ադրբեջանական բենզինը։ Եթե ես ինչ է նշանակում բոյկոտել ադրբեջանական բենզինը։ Չգնենք ադրբեջանական, եթե օրինակ է բուլղարականը, ապա չպետք է գնել ադրբեջանական բենզին։ Շատ լավ, մենք այս տրամաբանությամբ շարժվել ենք տարիներ շարունակ, հա, եւ ինչա բերել դա բացի վնասից հենց մեզ։ Այսինքն մենք մեզ վնասենք, ես կարծում եմ դա բան է, շատ ակնհայտ է, որ մարդիկ հասկանում են ինչա նշանակում բաց տնտեսություն, ինչա նշանակում ապաշրջափակված երկիր, եւ հետեւաբար այս սրա բանական եւ տրամաբանական բոլոր հետևանքները բերելու են նրան, որ հակառակը մենք ողջունելու է քաղաքացին իր ունեցած հնարավորությունները եւ պետքա մաքսիմալ օգտվի դրանից։
Տեսեք, երեք նաև վարչապետը հայտարարեց. Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորությունից դուրս է։ Մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը չենք կարող փոխել, մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետեւ կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Սա փաստենք, որովհետև սա կա եւ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաեւ Հայաստանում էլ չէ, կան մարդիկ, որ ասում են, ես չեմ պատկերացնում կողք կողքի ապրել ադրբեջանցու հետ։ Իհարկե կա, այսինքն մենք չենք կարող անցյալը հերքել, այն անիմաստ է հերքել, անիմաստ է փոխել, կա ունենք այն ինչ ունենք։ Հիմա մեր իշխանությունը, մեր կառավարությունը Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը վերցրել են իրենց վրա այն պատասխանատվությունը եւ այն առաքելությունը, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի շարժվելու նախկին տրամաբանությամբ, ինքը պետք է գնա խաղաղության, որն էլ կարևորագույն, կարելի ասել, հիմքերից մեկն է իր անկախության եւ պետականության ամրապնդման։ Հիմա այս գործընթացը բավականին բարդ գործընթաց է հաշվի առնելով մեր պատմական անցյալը, որը մենք ունենք, այն իրադարձությունները, որոնք ոչ վաղ անցյալում էին եւ այն վերքերը, որոնք բացված են այս ժողովրդի մոտ։ Այս առումով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, այսինքն նախ պետք է հնդածս, այսինքն հնարավորինս ուժեղացնենք եւ խաղաղությունը եւ ապացուցենք, որ այն հողի վրա գործում է եւ նաեւ բնականաբար պետք է անդադար խոսել ժողովրդի հետ, ինչը այն կարևորագույն ժողովրդավարական գործիքն է, որովհետեւ բոլորը խոսում են խաղաղությունից, այսինքն այս պահին չկա մեկը, որ ասի մենք չենք ուզում խաղաղություն իբրև եւ սակայն խաղաղությունը փորձում են նսեմացնել որոշ բաներ դնելով, պիտակավարումներ դնելով։ Ես նորից ուզում եմ ասել, որ խաղաղությունը ինքնին արժանապատվություն է, գնալ խաղաղության արդեն իսկ արժանապատիվ քայլ է։ Եվ թեկուզ եւ դու շատ լավ գիտակցում ես, որ դա ժողովրդի մոտ եւ կասկած է հարուցելու եւ անվստահության ինչ որ բան լինելու, հա, մթնոլորտա լինելու, բայց եթե քո վրա վերցրել ես առաջնորդելու, այսպես ասած, պատասխանատվությունը, ուրեմն պետք է պատրաստ լինես նաեւ այդ խնդիրների հետ առնչվել։ Դուք ասացիք բոլորը ուզում են խաղաղություն եւ այսպես արեցիք իբրև։ Ինչ ասել է այդ իբրևը։ Իբրևը ասել է թե խաղաղության անվան տակ իրականում եթե բացես օրակարգը ինչ են բացում դրա տակ նշելով իրականում հակամարտությունը շարունակելու տրամաբանությունն է դրված եւ ես կարծում եմ որ մեր ժողովուրդը չի կարող չնկատել բոլոր այն ջանքերը, այսինքն եթե այսպես մեկնայինք թե ինչ որտեղից ենք եկել ուր ենք հասել թե Լեռնային Ղարաբաղի հարցը ինչ հանգուցալուծման եկավ, ինչի պատճառներով եւ այլն եւ այն բոլոր ճիքերն ու ջանքերը որ չնայած այդ ամենին դրեց մեր կառավարությունը իր արչև նպատակ ժողովրդի կարելի ասել բաղձանքը ունենալ խաղաղություն, որպեսզի այլևս մեր ժողովուրդը ոչ թե գնա հակամարտության ճանապարհով, կորցնի մարդկային կորուստներ ունենա, այլ գնա իր բարեկեցությունը, իր անվտանգությունը, իր պետականությունը, իր անկախությունը ի վերջո ամրապնդելու ուղղությամբ, այս ամենը աննկատ չի կարող անցնել ժողովրդի կողքից։ Շատ հաճախ նաև ասում են, որ ինչպես կարող է լինել խաղաղություն, երբ Բաքվում պահվում են հայ գերիներ։ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը նամակ է հղել Միացյալ Նահանգների փոխնախագահին, կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը։ Այս հարցը իշխանության օրակարգում է, թե ոչ, որովհետև շատ հաճախ հենց այս հարցն է դառնում քննարկման եւ քննադատության թեմա։ Տեսեք, այս հարցը դեռ քանի տարի է ինչ անցել է պատերազմից եւ այս հարցը անդադար երբ բարձրաձայնվում է իշխանությունը պատասխանում է, որ այս հարցը չի, որին բարձրաձայն պետք է պատասխանել, որովհետև այն բոլոր քայլերը եւ գործողությունները, որոնք իշխանության ամենօրյա օրակարգում են նախ եւ դրան գալիս են նաեւ ապացուցելու են, որ այս ընթացքում հաջողել է, ասենք, որ մի քանի մեր անձանց հետ վերադարձնել Հայաստան, բայց այս հարցը շատ կարևոր է, որպեսզի այդ աշխատանքի արդյունքում մենք ունենանք այն իրավիճակը, որ որևէ մեկը այլևս այդ գերու կարգավիճակում չլինի Ադրբեջանի Հանրապետությունում եւ խաղաղության օրակարգը կարծում եմ այդ գլխավոր օրակարգն է, որը սպասարկելու է նաեւ այս խնդրի լուծմանը։ Ձեր ընդդիմադիր գործընկերները, հանրապետական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել այսօր ազգային ժողովի դիմաց ազատություն բոլոր քաղբանտարկյալներին կարգախոսով։
Նախ դուք կարծում եք, Տիկին Վարդանյան, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղ բանտարկյալներ եւ կարծում եք, որ նրանք ոչ արդարացիորեն են այս պահին գտնվում անազատության մեջ, այն մարդիկ, որոնց ընդդիմությունը որակում է քաղ բանտարկյալներ։ Տեսեք, նախ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղ բանտարկյալներ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր անազատության մեջ են, այդ թվում են մարդիկ, ովքեր հանցագործությունը գործելուց հետո որոշել են զբաղվել քաղաքականությամբ, պատասխան են տալի իրենց գործած հանցագործության համար։ Հետևաբար այս կարելի ասել քաղ բանտարկյալի բանի հովանու տակ հանցագործություն գործելը կարծում եմ դա նորմալ չէ եւ եթե կամայական մեկը լինի դա իշխող կուսակցության անդամ, լինի դա ընդդիմադիր, ինչ որ ուժի անդամ եւ այլն, ով խախտել է օրենքը, պիտի կրի պատիժ։ Սա պարզ բանաձև է, որը որ պիտի գործի այս պետության մեջ եւ առ այսօր գործել է եւ կարծում եմ, որ դրան գալիս են ապացուցելու նաեւ այն փաստերը, որ այո, նաեւ մեր կառավարող թիմի շրջանակում են եղել դեպքեր, որոնք արձանագրվել են եւ այդ մասերով ինչ որ գործեր են հարուցվել։ Ես իրականում չեմ ծանոթանում այդ գործերին հատ-հատ, բայց ուզում եմ ասել, այդ փուչ օրակարգը փուչ է օրակարգը։ Տիկին Վարդանյան, որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի թեժանում է ներքաղաքական վիճակը եւ մենք տեսանք, որ Հայ ազգային կոնգրեսից եղավ այսպիսի մի տեսակետ, որ չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսը համագործակցի Սամվել Կարապետյանի գլխավորած կամ առաջնորդած ուժի հետ։ Մենք տեսանք, որ Սամվել Կարապետյանի ստեղծած գլխավորած ուժը առաջարկում է 300,000 նոր աշխատատեղ ստեղծել, այսինքն խոստանում է ընտրվելու դեպքում այդքան աշխատատեղ ստեղծել, հարկային բեռի թեթևացում եւ այլ նմանատիպ ծրագրեր են առաջարկում։ Դուք որպես ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդյոք իրատեսական եք համարում այն ամեն ինչ որ առաջարկվում է։ Մի քանի կետով պետք է անդրադառնամ, նախ պետք է ասեմ, որ Հայ ազգային կոնգրեսին այդ հայտարարությունը ինձ համար նորություն չէր, որովհետև երբ հետևում է իրենց խոսույթին, ի սկզբանե նկատելի էր, որ նրանք փորձելու են վերջում միանալ կամ կեսից կամ վերջում, չգիտեմ, պետք է նշեմ, որ իրենց տնտեսական նաև խոստումներն են շատ նման միմյանց, թե Լևոն Զուրաբյանի հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանի հայտարարությունները շատ նման են, այսինքն նույն լինել չաղու բախտավոր ժանրից են, որ եթե նայում ես նախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս տարիների ընթացքում այնքան արդեն իսկ գործով ապացուցված բաներ ունի, հա, բարեփոխումներ ունի, որ այն ամենը ինչ ասվում է, ուղղակի նաև մի քիչ գիտեք, այդ պոպուլիստական ժանրից է, որովհետև խոսվում է օրինակ չհարկելու դեպքում ինչ որ տնտեսվարողների ասում են փոքր բիզնեսը, չեն նշում փոքր ասելով ում նկատի ունեն, չհարկել ասելով ինչ նկատի ունեն, ուզում եմ ասել, այս ամեն ինչը խաղալու տեղաթողում բնականաբար, բայց այստեղ մի կարևոր բան եմ ուզում նշել, որ երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի քաղաքական ուժից, օրինակ, մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նրանք ստեղծել են մի կուսակցություն, որը որ կարելի է համարել քաղաքական ուժ եւ կա նախաձեռնություն, որը իրականում քաղաքական ուժ է, բայց չի կանոնակարգվում օրենքի սահմաններում եւ հետեւաբար ես կարծում եմ, որ մենք նաեւ այստեղ անելիք ունենք, որպեսզի նախաձեռնությունները նույնպես պիտի կանոնակարգվեն, ինչպես քաղաքական կուսակցությունները։ Բայց այդուամենայնիվ դուք իրատեսական համարում եք Հայաստանի Հանրապետությունում այսպես միանգամից ստեղծել 300,000 աշխատատեղ, հարկային բեռը թեթևացնել, չգիտեմ, այնտեղ ես այդքան տնտեսական հարցերից չեմ հասկանում ամեն դեպքում, բայց այնպիսի տվյալներ են ասում, որ ես ինքս հեռու լինելով այդ ոլորտից, երբեմն ասում եմ, որ իդեալական կլիներ այսպիսի երկրում ապրելը։ Միանգամից ոչ, իրատեսական չեմ համարում, ավելին ասեմ, պետությունը մենք ունենք շուկայական հարաբերություններ եւ ազատ տնտեսություն եւ պետությունը պետք է մինիմալ լինի իր մասնակցությունը, այսինքն տնտեսական գործունեության առումով ինքը պետք է միջավայրը ստեղծի եւ տնտեսվարողները իրենք լինեն իրենց բիզնեսի տերը եւ իրենք ստեղծեն աշխատատեղեր։ Հիմա թե ինչ կոնցեպտ է առաջարկվում այդ պարագայում անհասկանալի է, միգուցե սովետական միության կոնցեպտ է ինչ որ առաջարկվում,
Դուք կարծում եք ամեն դեպքում, որ որքան մոտենան ընտրությունները կամ գուցե ընտրությունների արդյունքներից հետո Հայաստանում այն ինչ որ Գյումրիում մենք ունեցանք թիմ ընտրությունների ժամանակ կլինեն, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի միավորումներ։ Միանշանակ։ Չնայած հիմա հայտարարում են ես այս մեկի հետ չեմ համագործակցի, ես այն մեկի հետ չեմ համագործակցի։ Ես այդ չեմ համագործակցին լսել ենք նաև Գյումրիում եւ ես ասեմ ավելի նպատակային ստեղծվում են տարբեր ուժեր, որոնք հետագայում միավորվելու են մեկ ուժի շուրջը, այն է լինելու է դա նախկին ընդդիմության եւ ոչ հայկական շահը սպասարկող ուժ։ Սա է լինելու պատկերը, որը մենք վերջում ստանալու ենք, հետեւաբար մեր քաղաքացիները պետք է շատ ուշադիր լինեն եւ չտրվեն, այսինքն այդ խաբեությանը եւ նման փոքրիկ ուժերի, որոնք մի անգամ եմ ասել, շատ նման են Արտուր Բաղդասարյանին, ով ժամանակին եկավ եւ կարելի ասել բավականին մեծ ձայներ փախցրեց իրականում, որ հետո մարդկանց մոտ հիասթափություն առաջացրեց, այդ ուժերը լինելու են, որոնք վերջում միավորվելու են։ Սա հստակ է, այս պատկերը նույնիսկ չեն էլ թաքցնում, կարելի ասել։ Տիկին Վարդանյան, ձեր խոսքի սկզբում դուք խոսեցիք թրիփից, Թրամփյուղուց, տեսեք, Հայաստանի երկրորդ նախագահը, բայց դա համարում է, որ անվտանգային առումով ամենամեծ սպառնալիքը Հայաստանի Հանրապետության համար։ Դե հասկանում եք, չէ՞, որ երկրորդ նախագահը իր եւ այն նախորդ ասուլիսում, այսինքն նախավերջին ասուլիսում եւ վերջին ասուլիսում իր ամբողջ խոսքը, այն մանավանդ ներածական խոսքը նվիրված էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե ում էր նա որպես լսարան դիտարկում այդ պահին երկրորդ նախագահը, ում էր ուզում հաճոյանալ այդ խոսքերով, դա արդեն թողնում է մեր ժողովրդի ուշադրությանը, որովհետև ակնհայտ է, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին խոսում է այնպես, ինչպես կխոսար Ռուսաստանի Դաշնությունը դրա մասին։ Իսկ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ունի իր շահը, մեր պետության, մեր անկախ պետության շահը մեզ ասում է, որ Թրամփի ուղին դա կարելի ասել եւ անվտանգային երաշխիք է, եւ տնտեսական ինքը մեծ հնարավորություն է, բարձրացնում է քո սուբյեկտայնությունը, քո կարևորությունը միջազգային հարթակներում եւ նաեւ միջազգային բոլոր քո գործընկերների մոտ, որովհետև դու դառնում ես տարանցիկ երկիր, այս ամենը այնքան ակնհայտ է, որ ուղղակի հայտարարություններով անհնար է սա կոծկել։ Բայց ամեն դեպքում երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ասաց, որ թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանը կողմ չէ, այլ կիսակողմ է։ Դե իսկ որտեղից է, այսինքն որ սա ամեն դեպքում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար պրոյեկտ է։ Երկրորդ նախագահի խոսույթը շատ նման է ֆեյքերի բանակի խոսույթին, որոնք ամեն կերպ փորձում են ասել, որ այն պահին, երբ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է իր շահը, իր անձնական պետական շահը, այդ պահին փորձում են այդ շահը նույնականացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ ի հակադրություն ռուսական շահի։ Այս խոսույթը պատտվում է ամբողջ համացանցում եւ հասկանալի է աղբյուրը որտեղից է։ Դա ուղղակի աբսուրդ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որևէ բանակցելիս բանակցում է իր շահից ելնելով եւ պաշտպանելով իր շահը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։